16 տարեկան էի, երբ առաջին անգամ Երևանը տեսա հեռվից։ Մեր գյուղի բլրի վրայից երեկոյան լույսերն էին երևում։ Ու ես ամեն անգամ նույն բանն էի մտածում. մի օր է ես էլ եմ այնտեղ ապրելու, սովորելու եմ, իմ կյանքն եմ ունենալու։ Բայց ես չգիտեի, որ ծնողներս արդեն ուրիշ կյանք էին ընտրել ինձ համար։ Այդ օրը մինչև հիմա հիշում եմ մանրամասն։ Մայրս խոհանոցում լուռ հաց էր կտրում, հայրս բակում ինչ-որ մեկի հետ էր խոսում։ Հետո ներս եկավ ու ասաց. «Աղջիկ ջան, քեզ համար լավ առաջարկ կա»։ Լավ առաջարկ։ Մեր գյուղում այդ բառերը սովորաբար աղջկա ապագան էին որոշում։ Պարզվեց գյուղի հարուստ ընտանիքներից մեկի տղան Ռուսաստանից եկել էր։ 10 տարի Մոսկվայում էր ապրել, բիզնես ուներ, տուն, մեքենա։ Դե գյուղում բոլորը նրա մասին էին խոսում, ասես ֆիլմից դուրս եկած մարդ լիներ։ Նա եկել էր մի նպատակով ամուսնանալու։ Եվ այդ ընտրությունը կանգնել էր իմ վրա։ Ես ընդամենը 16 տարեկան էի։ Անկեղծ ասեմ, այդ ժամանակ դա ինձ հեքիաթ թվաց։ Երևանի մասին երազող գյուղի աղջկա համար Ռուսաստանը ավելի մեծ երազանք էր թվում։ Գեղեցիկ կյանք, փող, նոր քաղաք, նոր աշխարհ։ Հիշում եմ առաջին անգամ, երբ տեսա նրան, շատ հանգիստ էր խոսում։ Ինձանից մեծ էր, հասուն, ինքնավստահ։ Ես ամաչում էի նույնիսկ աչքերի մեջ նայել, բայց ներսումս արդեն պատկերացնում էի ապագաս՝ գեղեցիկ տուն, երջանիկ ընտանիք, ուրիշ կյանք։ Ու ես համաձայնվեցի։ Շատերը հետո հարցնում էին. «Չվախեցար»։ Չէ, դա ամենասարսափելին է։ Ես ընդհանրապես չէի վախենում, որովհետև դեռ կյանք չէի տեսել։ Մի քանի ամիս հետո նշանվեցինք։ Գյուղում բոլորը խոսում էին մեր մասին։ Մայրս երջանիկ էր, հայրս հպարտանում էր, իսկ ես ինձ մեծացած էի զգում։ Ասես հանկարծ սովորական գյուղի աղջկանից դարձել էի բախտավոր հարս։ 1 տարի անց հարսանիք արեցինք, մեծ, աղմկոտ, ամբողջ գյուղը հավաքված էր։ Երաժշտություն, պար, կենացներ։ Բոլորը ասում էին՝ ապրես աղջիկ ջան, կյանքդ դասավորեցիր։ Եվ ես հավատում էի դրան։ Այդ գիշեր, երբ օդանավը բարձրացավ օդ, ես պատուհանից նայում էի ներքև ու մտածում՝ ահա սկսվում է իմ իրական կյանքը։ Ռուսաստանում առաջին ամիսները իսկապես երազի նման էին։ Ամուսինս ինձ ամեն ինչ ցույց էր տալիս, տանում էր տարբեր տեղեր, նվերներ էր առնում։ Ես սիրահարվել էի նրան, առաջին սերս էր։ Ու երբ մարդ առաջին անգամ է սիրում, թվում է դա հավերժ է լինելու։ Ես երբեք չէի մտածի, որ մեր ամուսնությունը կարող է այսքան վատ ավարտ ունենալ։ Որ մի օր ես նույն այդ պատուհանի մոտ նստած լաց կլինեմ ու կմտածեմ միայն մի բանի մասին՝ ինչու այդքան շուտ մեծացա։ Իսկ թե ինչ տեղի ունեցավ ամուսնությունից հետո, դիտեք հաջորդիվ։